Հայաստանի երրորդ հանրապետությունը, ով ինչ ուզում ասի, բայց ստեղծվել է Արցախյան շարժման ողնաշարի հիման վրա։ Այ հետո շատ հետաքրքիր է։ Ստեղծվեց երկու միավոր Հայաստանի անկախ հանրապետություն ու Ադրբեջանի հանրապետությունը անկախ։ Արանքում ունենալով Արցախը որպես ժամացույցով աշխատող ռումբ։ 2008 թվականից սկսվել է մեր գահավիժում։ Կարանք կողքից նայենք, ասենք դեռ ռուսները մեզ դավաճանեցին, Հեյդար Ալիևի պուրակ սարքեցին, բայց այստեղ կա նաև դրա հակառակ կողմը։ Եղբայր աշխատեինք, քայլեր ձեռնարկեինք, թող Վազգեն Սարգսյանի պուրակ լիներ։ Մենք հույսներս դրեցինք ինչպես միշտ օտարների վրա, մենք ոչ մի բան չարեցինք, չամրացանք, արտաքին քաղաքականությունը ինքը Արցախն է եղել է այդ երկու հայկական պետությունները միմյանց հետ զուգորդված ու առաջ շարժվել է հույսով, որ որոշ ժամանակ հետո Արցախը կունենա ստատուս, բայց այտենց էլ չունեցավ։ Նարեկ ջան, այն օրը մեր խոսակցությունը մենք ավարտեցինք, նրանով խոստացանք, որ հանդիպենք ու փորձենք էլի խոսել ու քննարկել պատճառները, թե ինչն է մեզ հանգեցրել այսօրվան, ու դու լավ բան ասեցիր, որ սկսենք սկզբից սկսենք, հա, սկսենք սկզբից։ Ու ես շատ ուզում եմ լսել, որովհետև գիտեմ քո մոտեցումը ու ուզում եմ, որ դու Նախ այդ սկզբից սկսելու մասին էլի, ես կարծում եմ դու էլ իմ հետ կհամաձայնվես ու մեզ դիտողներն էլ կհամաձայնվեն, որ ոչ մի բան առանձին, ոչ մի երևույթ առանձին դիտարկել հնարավոր չի, առավել ևս այնպիսի երևույթներ, որոնք որ առնչվում են քաղաքականությանը։ Ու հետևաբար այս մեր իրավիճակը, որին որ մենք եկանք հանգեցինք, այս 35 երկարուցիկ տարիների ընթացքում եկանք հանգեցինք նրան, որ 2018 թվականին եղավ իբր հեղափոխություն, հետո այդ հեղափոխությունը տրանսֆորմացվեց միապետության Նիկոլ Փաշինյանի կողմից, ստացանք պատերազմ 3000-ամյա Արցախի հայաթափում ու տենց հասարակական մեծ ցասումով ու սպասումներով գնացինք այս տարի ընտրությունների, բայց ավաղ ընտրություններն էլ ունեցան իրենց արդյունքը։ Դրա համար ես կարծում եմ, որ խորքային առումով պետք է հասկանալ նախ որտեղ էր մեր ժողովրդի ու մեր պետության աքիլեսյան գաշապարը ու որն էր այդ սխալը, որը որ մենք արեցինք եւ եկանք հասանք այս կետին, որովհետեւ կան օրինակ կարծիքներ, չէ, որ ամենամեծ սխալը դա 2018 թվականի հեղափոխությունն էր, որ եթե 2018 թվականի հեղափոխությունը չլիներ, ամեն ինչ շատ լավ էր լինելու, ունենալու էինք հայկական Արցախ, ունենալու էինք զարգացող ու բարգավաճող Հայաստան ու ոչ մի խնդիր չէինք ունենալու, սենց Հայաստանը թռիչքաձև աճով, սենց թռնելու էր դեպի տիեզեր։ Այդտեղ ամենակարևորը է անկեղծ ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով էլի, իհարկե 2018 թվականի հեղափոխությունը թուլացրեց հայկական պետականության հիմքերը, բնականաբար Նիկոլ Փաշինյանը, ու անձնավորված չասենք, լավ, օրվա իշխանությունները բնականաբար արել են քայլեր, որոնք որ հանգեցրել են այս իրավիճակին, բայց մյուս կողմից էլ տենց վերցնել ամեն ինչի սկզբնաղբյուրը հաշվել 2018 թվականը, դա մեծագույն սխալ է, որովհետև մեծ հաշվով մինչև 2018 թվականը արդեն հիմքերը դրված էին, համ Հայաստանի հիմքերն էին դրված, համ այն արհավիրքների, որոնք որ եկան այս կամ այն չափով դրանց հիմքերն էին դրած, ու ասել, որ տենց 2018 թվականը եթե չներ ամեն ինչ լավ էր լինելու, դա մեղմ ասած միակողմանի տեսակետ է, որը որ ավելի հարիր է այն մարդկանց, ովքեր որ ներկայացնում են մինչ 2018 թվականի քաղաքական համակարգերը։ Հիմա մենք քանի որ ոչ մի քաղաքական համակարգ չենք ներկայացնում, մենք ներկայացնում ենք հայ ժողովրդին ու Հայաստանը, ու մենք ներկայացնում ենք առաջին հերթին ինքներս մեզ եւ մեր կարծիքները, նենց որ ես կարծում եմ, որ այդ խորքային խնդիրները հասկանալու համար պետքա սկսել առնվազն 1988 թվականից Արցախյան շարժումից, որովհետեւ դա իրականությունը հետեւյալն է, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը, ով ինչ ուզում ասի, բայց ստեղծվել է Արցախյան շարժման ողնաշարի հիման վրա եւ Հայաստանի իմաստը երրորդ հանրապետության նպատակը, ավելի կոպիտ ասեմ, նրա մասին, ինչի մասին էր երրորդ հանրապետությունը, դա Արցախյան շարժումներ եւ մեր պահանջատիրությունն է։ Հենց դա էր հիմքում Հայաստանի անկախ հանրապետության հիմքում դրված է եղել Հայաստան-Արցախ
միավորումը այո ու եւ դրանով պահանջատիրությունը մեր հողերի մեր պատմական հենց դրանով խնդիրների վերաբերյալ եւ դա առանձին է այո Հայաստանի Հանրապետության անկախություն որպես այդպեսին չի դիտարկվել Արցախյան շարժումն է բխեցրել անկախության այո որովհետեւ նայ ասենք 1988 թվականին ինչ տեղի ունեցավ մի շատ կարևոր աշխարհակահաղական process սովետական միությունը սկսեց քանդվել եւ բնականաբար սովետական միության քանդվելը իր հետ բերեց բազմաթիվ քաղաքական process-ների ու մենակ Հայաստանում չէ մենք հիմա սիրում ենք աշխարհը նայել Հայաստանակենտրոն բայց դա մեծագույն սխալ է որովհետեւ ցավոք սրտի աշխարհը չի պատտվում Հայաստանի շուրջ ու Հայաստանը աշխարհի կենտրոնը չի ու նաեւ Ղարաբաղյան շարժումով չի սկսել սովետի փլուզումը Սովետի փլուզումով է սկիզբ դրվել Ղարաբաղյան շարժմանը, որովհետև այն մարդիկ, ովքեր որ ասում են դե Ղարաբաղյան շարժում փլուզեց սովետական միությունը, հիմա շատ բարձ հարց էլի կարար արդյոք Ղարաբաղյան շարժումը օրինակ սկսել 1965 թվականին։ Կարար օրինակ սկսել 70-ական թվականին, չեմ ասում Ստալինյան ժամանակներ։ Ես հələ ասում եմ հարաբերական, ասենք Բրեժնևյան ժամանակ, որ ավելի, այսպես ասած, ազատ էր կյանքը, էլի, եթե համեմատում ենք Ստալինյան ու Խրուշչովյան ժամանակը։ Բնականաբար չէր կարա։ Հետևաբար մենք գալիս ենք հանգում ենք այն տրամաբանությանը, որ գոյություն ուներ մի հատ մեծ ահռելի քաղաքական համակարգ, սովետական միությունը, որը արտաքին եւ ներքին բազում խնդիրների ու ազդեցությունների պատճառով սկսեց փլուզվել, եւ այդ փլուզման առաջին ծիծեռնակները դրանք ազգային հարցերի վերհանումներն էին, չէր կարա չլիներ, որովհետև յուրաքանչյուր կայսրություն, եթե մենք նույնիսկ նայում ենք դեռ հին ժամանակներից հռոմեական կայսրությունը, երբ կայսրությունը կենտրոնը սկսում է թուլանալ եւ մետրոպոլիան սկսում է թուլանալ, երբ մետրոպոլիայի քաղաքական ազդեցությունը պրովինցիաների եւ հարակից տարածքների վրա սկսում է թուլանալ, միշտ այնտեղ բարձրանում են ազգային հարցեր։ Եվ շատ տրամաբանական էր այդ տեսանկյունից, որ Հայաստանում Արցախյան հարցը, ազգային հարց, որը կար հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, որը բնավ չի սկսել 88 թվականից, դա էլ է մեծագույն սխալ, հայերի ու ադրբեջանցիների էթնիկ խնդիրները չեն սկսել 88-ից, մի օրում նման հարցեր չեն լինում, 5 տարում էլ 10 տարում 20 տարում էլ ազգերը իրար չեն սկսում շնամանալ մի օրում կամ 10 տարում։ Դրա համար հիմնական այսպես ասած մեկնարկային կետը արի հաշվենք 88 թվականը եւ սովետի փլուզման այդ իներցիայով ձևավորված Արցախյան շարժումը, որը այո մեզ բերեց հաղթանակ, մեզ բերեց հայկական Արցախ, հայկական տիրապետության տակ գտնվող Արցախ, մեզ բերեց անկախություն եւ նաեւ մեզ բերեց այն հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, որը որ մենք բոլորս ունենք, հասկանան տրանսֆորմացիա։ Հիմա այդ տրամաբանության մեջ ես մի հարց եմ ուզում տամ, էլի։ Մենք կարանք ֆիքսենք, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնունդներ Արցախյան շարժման, ծնունդներ անկախության պայքարի եւ ծնունդներ սովետական միության փլուզման։ Եվ այստեղ չկար ինչ որ միստիկական ազգային զարթոնք, այլ կար հստակ քաղաքական գործընթաց, հստակ քաղաքական պրոցեսներ, որոնք որ կենտրոնից տեղափոխվեցին տարան դեպի ծայրամասեր, դեպի Հայաստան, դեպի Ադրբեջան եւ այո, իհարկե հայ ժողովրդի մեծագույն ջանքերի շնորհիվ մենք եկանք հասանք սրան, բայց երբ որ ազգերը կամ մտավորականությունը քաղաքական process-ները քողարկում են ինչ-որ միստիկ ազգային զարթոնքներով, դա վերում է նրան, որ մենք սխալ ենք հասկանում ինչի եղավ, պատճառը հետևանքային կապը խզվում է մեր ընկալման մեջ, եւ մենք սկսում ենք արդեն այլ ձևով մտածել, որովհետեւ այ ես օրինակ քո կարծիքն եմ ուզում լսեմ, եթե Հայաստանի երրորդ հանրապետության ողնաշարը Արցախյան շարժումն էր, ապա կարելի է ասել, որ 2023 թվականից հետո մենք այլևս չէինք ապրում այն Հայաստանում, որը հիմնադրվեց ըստ էության 88-ի շարժումով, ծնունդ առավ 91 թվականին եւ կարելի է ասել, վատ բան եմ ասում, բայց վախճանվեց 2023 թվականին, որովհետեւ եթե մենք կորցնում ենք Արցախը, եթե մենք ողնաշարը ջարդվում է Հայաստանի, ուրեմն մեզ պետք էր այլ Հայաստան, մեզ պետք էր այլ տրամաբանություն, մեզ պետք էր այնպիսի տրամաբանություն, որը թույլ կտար Հայաստանը բովանդակային պարունակություն ունենալ առանց Արցախի, որովհետև ցավոք սրտի Արցախը գործող իշխանությունների եւ ցավոք նաեւ մեր բոլորի հավաքական թողտվության պատճառով կորսված։ Հայաստանը միշտ մշտապես 88 թվով սկսած դիտարկվել է Արցախի հետ միասին։ Այո։ Մեր թե ներքին քաղաքականությունը, թե առավել եւս արտաքին քաղաքականությունը ինքը Արցախն է եղել է այդ երկու հայկական պետությունները միմյանց հետ զուգորդված ու առաջ շարժվել է հույսով, որ
որոշ ժամանակ հետո Արցախը կունենա ստատուս, բայց այտենց էլ չունեցա։ Մենք գերտերությունների այդ խաղը, որը որ տեղավորվել է սովետական միության ծայրամասեր, չէ, հետապնդել է բնականաբար նպատակ։ Այդ նպատակը այդ սենց ժամացույցով տեղադրված ռումբը, չէ, տեղադրվել է այդտեղ ու երկու ազգերին, հայերին ու ադրբեջանցիներին իրար թշնամի դարձնելու ու այդ երկու պետություններին միմյանց այդ անընդհատ կոնֆլիկտի մեջ պահելու միակ ռումբը դա եղել է Արցախը, չէ, եղել է պատերազմ։ Այդ պատերազմը այդ ժամանակ աշխարհաքաղաքական sense աստղերը հենց են դասավորվել, որ առաջին Արցախյան պատերազմը օբյեկտիվ մենք հաղթել։ Իհարկե, ընդ որում այն նարատիվը հիմա որ տանում են առաջ, որ չենք հաղթել, այլ տրամաբանություն ա եղել, ոչ, մենք հաղթել ենք, մեր ուժի շնորհիվ ենք հաղթել, մեր հավաքական կամքի շնորհիվ ենք հաղթել, ինչի մասին է խոսքը, մարդիկ հրացաններով, պանջվելով, կռվելով, զոհեր տալով բերեցին այս հաղթանակը, հենց որ դա միանշանակ փաստ է։ Առերեսվել է Ադրբեջանի պետությունը իր ղեկավարներով։ Ճիշտ է, չէ՞։ Միանշանակ։ Ընդ որում եկեք հիշենք Արցախում, Ղարաբաղում ինչ քաոս էր։ Ղարաբաղում կներեք, Ադրբեջանում ինչ քաոս էր այն ժամանակ, երբ որ հայ ժողովուրդը ցուցաբերեց ավելի քաղաքակրթվածության, ավելի բարձր մակարդակ, ավելի միասնություն ցուցաբերեց, ավելի կազմակերպվածություն ցուցաբերեց, ադրբեջանցիները հրապարակում միմյանց էին գնդակահարում քաղաքական հարցերի պատճառով։ Այսինքն այդ տարբերությունը հայերի եւ ադրբեջանցիների քաղաքակրթական մակարդակով 90-ական թվականների պատերազմի ժամանակ երևաց, որ մենք մի քանի աշճան ավելի բարձր ենք, քան ադրբեջանցիները, բայց ցավոք սրտի դրանից հետո ինչ եղավ։ Այ դրա մասին պետք է խոսալ ավելի մանրամասն։ Այ հետո շատ հետաքրքիր է։ Ստեղծվեց երկու միավոր Հայաստանի անկախ հանրապետություն ու Ադրբեջանի հանրապետությունը անկախ։ Արանքում ունենալով Արցախը որպես ժամացույցով աշխատող ռումբ, չէ՞։ Ու այս երկու պետությունները զուգահեռ իրար դուր դռան վրա սկսեցին զարգանալ։ Օրինակ, բան չէ, գաղտնիք չէ, չէ։ Երևի ես չգիտեմ, գտնվի Հայաստանում կամ Ադրբեջանում, լավ, կգտնվի հասարակության մեջ այնպես մարդիկ, ովքեր որ կդրված կպած իրանց գործերին աշխատել են ու խաբար չեն եղել, թե ամեն մի պետություն իր ներքին ու արտաքին քաղաքականությունը երիտասարդների մասին է խոսքը։ Սկսած են ամենաներքևից վերջացրած արդեն գագաթնակետով ինչ քայլեր է ձեռնարկվել։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարների չէ հետ պատերազմյան ժամանակ եղել է ռազմաքաղաքական էլիտա։ Իրանց գերխնդիրը ինչը պիտի լիներ։ Պիտի լիներ կոնկրետ հիմք դնելով ու այդ հիմքը ամրապնդելով ունենալով մոտավոր ասենք 20 կամ 30 տարվա ճանապարհային քարտեզ, սկսած մանկապարտեզից բուհերով ստանալ մի հատ այնպիսի սերունդ, որը որ ընդունակ կանի խաղաղության եւ հաղթանակին։ Այո, թե գիտելիքներով, թե քաղաքականության մեջ, թե որպես զինվոր պատրաստ կլինի։ Հիմա մենք մեղադրում ենք, որ Ադրբեջանը 44 օրյայի ժամանակ դիմեց սրա օգնությանը, նրա օգնությանը, իր սպառազինությունը լավն էր, վատն էր, չի կարելի մեղադրել, չէ։ Այդ մարդիկ աշխատել են, հզորացել են, դրանից հետո գլուխները կախ, առաջին Արցախյան պատերազմից հետո գլուխները կախ, իրանց սխալները հասկանալով, իրանք արել են քայլեր ձգտելով ու հետ վերցնելու դա։ Գինը կապ չունի թե ինչ որում արի ֆիքսենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողականորեն միշտ ասել է նույն բանը, որ մենք այդ քայլը դիմելու ենք, մենք Արցախը հետ ենք վերցնել։ Միշտ ասել են, երբեք չի եղել նահանջ իրենց դեկլարատիվ գաղափարներից, երբեք չի։ Հետ նահանջ չի եղել։ Հետո տեսնելով, օրինակ ինձ համար միշտ դա հարց է եղել ու հարցերի հարցն է եղել, որ Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրեց մի այնպիսի քաղաքականություն, որ իրանց ղեկավարը Հայր Ալիևը իշխանությունը փոխանցեց տղային, այո։
այդ մարդիկ կարողացան անկախ նրանից իրանց անունը ինչ կդնես դիկտատորեն քաղաքակիրթ աշխարհը իրանց հետ հաշվի նստում է ավելի շատ քան մեր չի ասում չէ վայ դու դիկտատոր ես մենք ինչ արեցինք այդ ընթացքում դեմոկրատիա պսևդո դեմոկրատիա սկսեցինք խաղալ մենք փորձեցինք իշխանությունը փոխանցել մեր ամբողջ պատմության ընթացքում նոր անկախ Հայաստանի մենք ունեցել ենք մի հատ էպիզոդ օբյեկտիվ ես եղել եմ ուսանող ընդունվել եմ բու 97 թվին 98 թվին Հայաստանը ունեցել է նոր ղեկավար ու ամբողջ գլոբալ տնտեսական, քաղաքական մթնոլորտով պայմանավորված մենք ունեցել ենք դինամիկ զարգացող պետություն ու իմ մոտ միշտ հարց է առաջացել որ այդ դինամիկ զարգացող պետության ելի եմ ասում ռազմաքաղաքական ղեկավարությունը տեսնելով հարևան պետության օբյեկտիվ իրականությունը նրանք ինչ քաղաքականություն են վարում չպետք էր թողել, չպետք էր իշխանափոխություն անել, իշխանափոխությունը չպետք է ունենար այդ տրամաբանությունը, լավ թե վատ մենք ունեինք արդեն զարգացող տնտեսություն, մենք ունեինք աշխարհում ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հետ նստում էինք ու բանակցում էինք որպես սուբյեկտ, այլ ոչ թե կամակատար ու 98 թվականին իշխանության համար պայքար եղավ։ Ահա, դրեցինք ու 2008 թվին մի հատ էլ այդտեղ մեջքը կոդրվեց։ 2008 թվից սկսվել է մեր գավիժում։ 2018-ը դա 2008 տրամաբանական փոխության կուլմինացիան։ Ոչ թե կուլմինացիան, այլ կարելի ասել չէր լինի 2018-ը, եթե չլիներ 2008-ը, 2008-ը չէր լինի, եթե չլիներ 98-ը։ Այսինքն մենք հիմա չենք խոսում ինչ որ անձերից, էս նախագահ լավներ են վարել։ Տրամաբանությունից ենք խոսում իշխանության փոխանցման, այսինքն չի կարա, եթե դու պետություն ես, եթե դու ունես ինստիտուտներ, դու չես կարա մի խումբ մարդ առավոտը զարթնեն, իշխանափոխություն անեն, հեղաշրջում անեն, հետո 2008 թվականին այդ ամեն ինչը դուրս գա փողոցներ մարդիկ մահանան, հետո 2008-ից 2018 թվականը բոլոր խնդիրները արհեստականորեն սառեցվեն, բենզինները ձգվեն, մարդիկ կարողանան ուրիշ խնդիրներ գեներացնել, աշխարհի վատ ազդեցության համար բացվես քո ազգայինը սկսես կամանց մաշեցնել, բարձր որ 2018-ը պետք է հանգեցներ 18-ն էլ իր հերթին պետք է հանգեցներ 20 թվականի պատերազմին։ Ընդ որում էլի եթե զուգահեռներ տանենք մարտը որ 18 թվին փողոցով եկավ իշխանություն վերցրեց, չէ, նա այս ամբողջ վերջին 30 կամ 35 տարվա ընթացքում ինքը եղել է միշտ քաղաքականության մեջ։ Ամեն օր ինքը քաղաքական բագաժ է կուտակել։ Ամեն օր ու իրան թողել են որ իրան թույլ է տրվել ինքը այդ բագաժը կուտակել է թույլ ու ինքը անգամ այս անցած մի քանի օր առաջ տեղի ունեցած կայացած ընտրություններում ինքը նորից օգտագործել է նույն լոզունգները, որը որ երկար ու ձիգ ինքը որոնք արմատավորված են հայ ժողովրդի մեջ։ Թալանը նախկինները օլիգարխը հիմա հարց մեր նորից եմ ասում եթե հետ գնանք մեր իշխանություններին մեր առաջին նախագահը իր առաջ արդյոք դրել է խնդիր մեր հասարակությունը դարձնելու զարգացող կամ զարգացած մեր հասարակությունը մեր ազգը որպես այդպիսին նրա մատաղ սերունդի համար արվել է քայլեր որ մատաղ սերունդը լինի զարգացած որ տեղավորվի դինամիկ զարգացող աշխարհի տրամաբանության մեջ մեր մատաղ սերունդը արդյոք պատերազմի ժամանակ ճիշտ որոշումներ կայացնելու ընդունակություն ունի արդյոք ունեն չեմ խոսում առանձին անհատների որ բնականաբար մենք ունեցել ենք լիքը լավ ուղեղներ որոնք որ այսօր ցավոք սրտի Հայաստանում չեն արվել է դա թե չի արվել Հենց դա է, որ ես կարծում եմ, որ օրինակ նույն Ադրբեջանը, չէ, եթե վերցնում ենք Ադրբեջանի տրամաբանությունը, Հայր Ալիևից դեռ Հեյդարից եկած, իրանք մի մոդել են
իրենց պետության մասին որդեգրել են, հիմա դա մենք կարանք անվանենք սուլթանատ, կարանք անվանենք ավտորիտար պետություն, բայց փաստը մնում է փաստ, որ իրանք այդ մոդելը որդեգրել են, այդ մոդելը հետևողականորեն ամրացրել են, երբ որ պետք է եղել աշխարհաքաղաքական բևեռների հետ, հարևանների հետ, նույն Ռուսաստանի հետ, նույն Իսրայելի հետ, նույն Թուրքիայի հետ հետևողական աշխատել առանց ազգային բիֆերի եւ ազգային կաղապարված մտածելակերպի, ընդ որում կաղապարված մտածելակերպը ամենաառաջին խնդիրն է, որը թույլ չի տալիս, որ ազգային մտածելակերպը զարգանա, որտեղ եթե դու կաղապարվում ես քո ազգային մտածելակերպի մեջ, դու չես նայում աշխարհին ավելի բաց աչքերով, դու չես կարող ոչ պահես քո ազգային ինքնությունը, ոչ է կարած ադապտանաս աշխարհի իրողություններին։ Հիմա Ալիևենք ինչ արեցին, Ալիևենք ադապտացան, Ալիևենք այսպես ասած ռեֆլեքսիայի ենթարկեցին իրենց ամբողջ անցած 70 տարին սովետական միության, այս մոդելը իրենք դրեցին սեղանին, հայր եւ որդի, հետևողականորեն արեցին ու այսօր դե ճիշտ է խոսանք տարածաշրջանի ամենահզոր պետությունն է։ Այսօր Ադրբեջանը գլոբալ քաղաքականության մեջ սուբյեկտ է։ Ադրբեջանին գալիս են հետը հաշվի են նստում։ Եվրոպայից, Ամերիկայից, Եվրոպան էներգակիրները սպասում, Եվրոպան ճանապարհի հարցը լուծում, կարողանում են նստի նրա հետ բանակցի։ Նույնիսկ Ռուսաստանը չի կարող նեն շփվի Ադրբեջանի հետ ոնց որ հայերի, որովհետև Հայաստանը այս տարիների ընթացքում իրան դրսևորեց որպես կախյալ պետություն, իսկ Ադրբեջանը այնուամենայնիվ արի ընդունենք, որ քայլեր է արել ինքնիշխանության թեկուզ եւ Ռուսաստանից, եթե հաշվենք, որ կա Ռուսաստանի հետ սահման, կա օբյեկտիվորեն 1.5 միլիոն էլ ադրբեջանցի Ռուսաստանում ապրում, Պարենի արտահանման խնդիր կա, այդ Հյուսիսային Կովկասի այդ խնդիրները կան Ռուսաստանի, բայց այնուամենայնիվ Ալիևի ու իր ընտանիքի հետ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տրամաբանությունը եւ քայլերը թույլ տվեցին, որ իրանք որոշակի նաեւ բալանսավորած քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ։ Այո, հիմա գիտեք ոնց ժամանակ շատ բան, անգամ շատ կոպիտ քայլեր են անում, որը որ մարսվում է։ Մենք էլ զարմանում ենք, չէ՞, կողքից նայում ենք, ասում ենք, այս ոնց եղավ որ ռուսները մարսում են։ Ուրեմն մի բան կա, չէ՞, իսկ այդ մի բանը ուժն է ու որպես գործընկերոջ հիմա այդ գործընկերոջը անուն չեն դնում քաղաքականության մեջ լավված չեն անում, սիրում եմ չեմ սիրում, կա հստակ պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը կարողանում ես պահել թե չես կարողանում։ Ընդ որում Ռուսաստանի հետ էլ իրանք շատ խորքային աշխատեցին, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը նաև հովանավորում էր, օգնում էր, բարեխոսում էր իր այն գործարարների, անհատների, հասարակական կերպարների համար, ովքեր որ Ռուսաստանի ներսում էին կայանում։ Իսկ մենք մեր պետությունը բացարձակապես ոչ մի օգնության ձեռք չմեկնեց Ռուսաստանում հայկական էլիտաների զարգացմանը։ Ես չգիտեմ, կարող է այո, ուզողի դերում է եղել, որ պարտավոր եք էլի դե մի բան արեք, բերեք ստեղ փող դերեք։ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ անկախությունից հետո Ռուսաստանում հիմնականում մեծապես բանը իսլամական պետություններում սուբյեկտ հանդիսացող Ռուսաստանի, որտեղ որ մուսուլմանները շատ են, միլիոնավոր դոլարներ են ծախսել, դպրոցներ են բացել, պուրակներ են բացել, արձաններ են դրել, թանգարաններ են բացել ու հովանավորում, հենց անգամ Վոլգոգրադ քաղաքում Հեյդար Ալիևի անվան պուրակ կա, շատ մեծ թվով փողադրված ու ուժեղ սպասարկում։ Հիմա գիտեք ոնց։ Չեմ ասում, նորից եմ ասում, մուսուլմանական սուբյեկտ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում միլիարդավոր փողեր է դրվում ու այդ սուբյեկտներում երբ որ գնաս շրջես ու կենցաղային մակարդակում շփվում ես մարդկանց հետ, Ադրբեջանը այնտեղ կա հողի վրա գոյություն ունի, այո, առավել եւս Թուրքիան, Թուրքիայի այժմյան prezidentը իրանց սենց ասած սուլթան են համարում։ Իհարկե, ուստեղ մի հատ բան կա, էլի մենք կարանք որպես մի քիչ ավելի հուզական ազգ, կարանք կողքից նայենք, ասենք դեռ ռուսները մեզ դավաճանեցին, Հեյդար Ալիևի պուրակ սարքեցին, բայց այստեղ կա նաև դրա հակառակ կողմը, եղբայր աշխատեիք, քայլեր ձեռնարկեիք, թող Վազգեն Սարգսյանի պուրակ է լիներ, այսինքն ռուսական իշխանությունների համար Հեյդար Ալիևի համար աշկները ջուր չէր կտրել, աշխատանք կատարվեց, մարդիկ սարքեցին, դուք եք աշխատեիք, թող Կարեն Դեմիրճյանի պուրակը լիներ, թող Վազգեն Սարգսյանի պուրակը լիներ, ինչի մասին է խոսքը, այսինքն եթե դու չես աշխատում, Ռուսաստանից կամ որևիցե մի այլ աշխարհաքաղաքական բևեռից ակնկալում ես, որ ինքը քեզ պետք է տիրություն անի,
տենց դու միշտ հայտնվում ես կոտրած տաշտակի կան նման բան գոյություն չեն կարա նեղանան, չեն կարա ասեն, այդ որ ասում են ռուսը հերթական անգամ մեզ դավաճանեց, հերթական անգամ, լավ, հերթական անգամ, եթե ասում ես հերթական անգամ, եթե մի քանի անգամ տեսել ես, որ դավաճանում է, դու ինչ ես արել, նույն գետը ինչ եք մտել, 1000 անգամ նույն որ արդեն հարաբերությունները փոխվի ու Ռուսաստանը ոչ թե դու նայես որպես կերակրող ձեռքի կամ որպես չգիտեմ մեծ աղբեր, որ գա կանգնի կողքը դու չդավաճանի, այլ նայես որպես հավասարազոր կարողանում ես դա աշխատել թե չէ։ Սա խնդիրների խնդիրն է։ Փաստորեն չեն կարողանում, ընդ որում Հայաստանում մի հատ տենց մի քիչ շեղվեցինք թեմայից, բայց մեծ կարևոր բան կա։ Ես օրինակ ուսումնասիրում եմ մեր ակադեմիական շրջանակները, չէ՞, ռուսագիտություն չկա։ Թուրքագիտություն կա, արաբագիտություն կա, արևելագիտություն կա, բայց այն պետությունը, որը կարելի ասել կենսական կարևորություն ունի Հայաստանի համար, մենք չենք հասկանում այդ երկրի ներսում ինչա կատարվում, որովհետև եթե մենք հասկանայինք, մենք շատ լավ կհասկանայինք, որ 90-ական թվականների վերջից արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունների էլիտաները շատ խորը հարաբերությունների մեջ են ռուսական էլիտաների հետ ունդեղ աշխատանք ա գնում։ Իսկ մենք բավարարվում էինք Երևան-Մոսկվա տրանզիտով, Ծիրանով ու պատմական ինչ-որ հիշողությունների մասին հեքիաթներով, էլի։ Այո, հենց այդ հեքիաթներն ա, որ ռուսները միշտ մեր հետ են, միշտ պաշտպանելու են, դե հա։ Մեր հետ կամ շահը ո՞րն է։ Շահը կար թե չկար։ Պետությունը ունի շահ, ազգային պետական շահ։ Քո ջուրը հոսեց նույն արվով, կպաշտպանի, չհոսեց, կվերացնի կանցնի առաջ։ Ով անելու տեղ չկա, չի կարա մի պետությունը մյուս պետության համար բան դառնա։ Պատմության մեջ միշտ տենց է եղել, ասենք, երբ որ կայսրությունները ունեցել են խնդիրներ, միշտ էլ պերիֆերիայում գտնվող միավորները կամ լուծարվել են, կամ առևտրի առարկա են դարձել, կամ բաժանվել են մի քանի մասի, կամ ժողովուրդները վերաբնակեցվել են։ Դա տրամաբանական է, դա մենք միշտ պետքա հասկանայինք, բայց մենք հույսներս դրեցինք ինչպես միշտ օտարների վրա, մենք ոչ մի բան չարեցինք, չամրացանք, իսկ Արցախի հետ կապված հիմա մեր դիտողները կարողա չհամաձայնվեն, բայց արի ընդունենք, որ Արցախի հետ կապված էլ կար այդ համոզմունքը, դե որ ռուսները կպաշտպանեն, էլի, դե եթե հանգարտ մի բան լինի, դե ռուսները մի երկու օրից կանգնացնելու են, էլի, դե ես հիշում եմ 20 թվականի պատերազմը որ սկսվեց, հիմնական բանը ոչ թե հայ զինվորի վրա հույս դնելն էր հայկական բանակի, դե հեսա Պուտինը ոնց է չլինի կխառնի կանգնի, էլի, հա այդ հարցը գցի տեղը, այդ տրամաբանությամբ են մարդիկ գնում են պատերը, դե գցեց իր համար գցեց, բայց ոչ մեր համար, բայց ով էր ասում որ մեր համար պետք է անենք, ինչ ենք օրինել որ իրանք հանուն մեզ են անելու, դե դա հետաքրքիր բան է, էլի։ Ընդ որում այնպես գցեցին, որ մի քանի հազար տարվա պատմականորեն այդ տարածքի վրա ապրող հային ուղակի բռնեցին արմատից կտրեցին, ասցին դու գնա ու հետո էլ այնպես մի հատ ստերիլ մաքրեցին Արցախը հայերից, այո, որ հետը միտք չունենակ հետ գալու։ Նույնիսկ չմտածեք Արցախի մասին։ Ու դրա մասին կամ չեն խոսում կամ վախենում են խոսել, պահանջատիրություն չկա ու ցավալին այն է ու վտանգավորը, որ եթե ըստեղի արդեն այս տարածքի վրա ապրող հայերի վրա էլ մի հատ թափ տան ասեն ըստեղից փախեք, ասելու ենք դե ինչ անենք։ Դե պետք է գնա։ Դե ռուսները չեն օգնում, ամերիկացիք չեն օգնում, դե գնանք։ Վրաստանը չի օգնի, Իրանը չի օգնի։ Վերջ։ Ո՞վ է մնում։ Մնում են երկու եղբայրական պետությունները, որոնց արանքում մենք խոչընդոտ ենք։ Դե դա գալիս է ազգային ինֆանտիլ մտածելակերպից։ Դա ինֆանտիլ մտածելակերպ է, երբ որ հայ ժողովուրդը պետք է տեսներ ռեալ խնդիրները եւ գնար այդ խնդիրները լուծելուն թեկուզ ցավոտ ճանապարհներով։ Մենք ինչպես միշտ հույսներս դրեցինք ուրիշների վրա ու սկսեցինք գինու փառատոն, խորովածի փառատոն, ուրախ ձված։ Հեսա մի բան անենք, մի բան կլինի, մի բան անենք, մի բան կլինի։ Այսօրն է մտնացնենք, վաղը լույս կբացի, մի բան կլինի։ Գոյություն չունի, այսօր էլ չկա, 10 տարի առաջ էլ չկար, 100 տարի հետո էլ չի լինելու, այո։ Ուղղակի որ վերցնեն մեկը մեկին ինչ-որ լավություն անի, էլի։ Այդ ճարտարապետությունը դնեն գցեն, կանչեն, չգիտեմ, երիտասարդների մեր ազգային մենտալիտետի այն լրջագույն խնդիրներից մեկը սովետական միության ժամանակ էլ հայկական sense ասած ընտանիքում փոքրը խոսքի իրավունք չի ունեցել, չէ՞։
փլուզվեց սովետական միությունը ու սերունդների մեջ փոխարենը երկխոսությունը ջանք տանեին, որ երկխոսություն տեղի ունենար, այս անգամ երիտասարդը սկսեց ընդհանրապես չհարգել մեծին, չէ՞։ Իսկ դա ումա ձեռ տալի ձեռատալիս բոլորին բացի մեզանից, չէ՞։ Հիմա նայում են, ասում են բանը, դե իրանք ջահել են, իրանք կյանքի փորձ չունեն։ Ինչ կապ ունի ջահելը։ Կանչեք մի հատ հələ խոսացրեք, կարող է խելացի բան ասի։ Ահա, ճիշտ ես Չկա էդի։ Եթե մի քիչ էլ մեծանում է, ասում են դե դու արդեն գլխին չի մնացել, էլի ասենք գնա։ Խելք չի մնացել։ Այո։ Ու սա անընդհատ ու կբերի դրան։ Ու դրա պատասխանատուն պետքա լիներ պետության առաջին դեմքերից սկսած, որ ունենար հստակ ուրվագիծ, հասկանային թե ինչ են անում, որ մատաղ սերունդը մեծանա, երիտասարդություն նորմալ ձևավորվի ու պահանջատիրություն։ Չեղավ։ Իսկ այսօր ասում են, եթե դու պահանջատեր ես, դու ուրեմն դավաճան ես, թշնամի ես, ուրեմն պատերազմ ես ուզում, եթե պահանջատեր ես, եթե հիշում ես, որ եղել է Ղարաբաղ, ուրեմն պատերազմ ես ուզում։ Պատերազմ ես ուզում։ Իսկ եթե կգան քեզ կոտորելու, դե եթե գան կոտորելու, հլու հնազանդ հլը սպասեք, բան մի արեք, կարող է կեսին կոտորեն, կեսին չէ։ Ոնց որ անցած դարի սկզբներին Դերզորի ճանապարհը տասնյակ հազարներով 4-5 ձիով հրացանով տանում էին, Մարզա չէ որ 20 հոգին հարձակվեին, 10-ը կմեռնեին, 100-ը ողջ կմնային, բայց չարեցին։ Հիմա այդ նույն բանը մեր վզին փաթաթում են, ասում են ձեն մի հանեք, չեն ասում եկեք նստենք, մի հատ հələ հասկանանք ինչ անենք, լավ, վերջո անգամ իմ մոտ միշտ այտենց շատ ցավով եմ ես դրան վերաբերում, ասենք անգամ մեկին փողոցից բռնես, ասես հավի ես հավաբունը տալիս եմ քեզ, այո, պիտի ինքը այնց անի, որ այդ հավերին աղվեսը չուտի, շունը չուտի, չգիտեմ կրեսը չուտի, չէ, բայց ասում եմ դե լավ, հավաբունը տվել են, թող աղվեսը ուտի, արանքում մի հատ հավել ես կուտեմ կամ չեմ ուտի, էտել է դի բախտը ոնց վերեց, էլի, կամ կթուկովա, կթենք այնքան, որ օրը սատկավ, էլի, այլ այդ կողին չկերակրենք, չպահենք, չբուժենք, չլողացնենք, հա դե կծանիկ, չգիտեմ, կշատանա, չէ, կթենք թող սատկի։ Կթենք սատկեց, վերջում է միսը կուտենք։ Հա, ով էլ ասում է, բերեք այդ կողին կերակրենք, պահենք։ Ասում են, դու բանը, ապուշ ես, դավաճան ես, թշնամի ես։ Հենա ինքը իրանով ապրում է։ Հա, էլի, թող ապրի մինչև սատկի, մեկա սատկելու է։ Դե հա։ Սենց է եղել վերաբերումը։ Այո, դա է եղել, բայց ես կարծում եմ մենք հələ պետք է շարունակենք այս թեմաների շուրջ խոսալը։ Մենք պարտավոր ենք շարունակել։ Բարբերաբար շարունակենք, այսօր 88 թվականին որոշակի անդրադարձ ունեցանք, կարելի է սենց փուլարբուլ դալ հասնել այսօրվան բերել հասցնել այսօրվան, ընդ որում մենք զուտ չենք քննարկում, լուծումներն էլ ենք առաջարկում ու լուծումներ առաջարկելու այնքան հնարավորություն կա, որ ես անցած անգամ էլ ասեցի, եթե կան մարդիկ, ովքեր որ քաղաքականապես գուցեև ունեն ռեսուրսներ, լավ բիզնեսմեն է, ես չգիտեմ, մի խոսքով իրանց ոլորտում լավագույններն են, բայց ցավոք սրտի քաղաքական այդ հոտառություն չունեն։ Այդ մարդիկ, ասենք, որ ով ուզենա կարա քաղաքականությամբ ախր դա ամոթ չի։ Եթե դու չունես քաղաքական հոտառություն, կարաս դիմես քաղաքագետին։ Հիմա ես հաց թխել չգիտեմ, բայց հաց եմ ուզում։ Հիմա եթե ես վերցնեմ ալյուրը ու փորձեմ հաց թխել, չաչնելու ես ամ ալյուրը, բայց կտա ասեմ սարքի մի հատ երկու հատ քեզ մի հատ ինձ, չէ։ Օրինակ կամ սախ քեզ լավ դու թխի լավը կեր, ես կնստեմ կնայեմ, այլ ոչ թե ասեմ, չէ, ես կանեմ, ոչ քեզ ոչի։ Հա, հենց այդ ես կանեմի բանն է, ասեցին են քաղում հիմա։ Բոլորը գեներալ, այո, զինվորի կարգավիճակում ոչ մեկ չի ուզում։ Իհարկե։ Դե շարունակենք մեր զրույցները։ Անպայման։